Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ է ընտրատեղամաս գնացել։ Հանուն Հայաստանի, ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Ընդդիմության շանսերը բարձր է գնահատում երկրորդ նախագահը, ակնկալում փոփոխություններ։ Դրական փոփոխություններ։ Ուղղակի պետք է կանգնեցնել այս կորուստների, պարտությունների, ինքնիշխանության զիջման շարքը։ Հիմնավորում է Ռոբերտ Քոչարյանը, թե ինչու պետք է մարդիկ հենց իրեն հավատան, երբ ասում է, որ կարող է ամրապնդել երկրի անվտանգությունը ու ինքնիշխանությունը։ Իսկ ինչու չպիտի հավատան։ Դե ծանր դառը փորձն են այսօրվա։ Դառը փորձ, իմ ժամանակվա փորձը դառը չի, քաղցր փորձ է, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել։ Մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Տարբերությունը կարծում եմ էական է։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցեր։ Խիպտի, պարզ քաղաքացին խոսա անվտանգության մասին, մտածի անվտանգության մասին։ Ինչի համար ենք ընտրել կառավարություն, ընտրել խորհրդարան, ընտրել որ դրանք մտածեն այդ հարցերի մասին։ Նիկոլ Փաշինյանը մտածում է միայն սեփական աթոռը պահելու մասին, համոզված է Քոչարյանը։ Դրա վկայությունն է նրա վախի մթնոլորտը, որ խտանում է Հայաստանում։ 3 հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե դուք օրինակ հաշտ եք այդ մտքի հետ, եթե ուրիշները հաշտ են այդ մտքի հետ, թող քվերկեն այն ուժի համար, որ այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտարակություններ։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա բոլորը ընդդիմադիր, անխտիր, քրեական գործեր, տնային կալանքներ եւ այլ, սա ուղղակի խայտարակություն է։ Երկրորդ նախագահի կարծիքով Նիկոլ Փաշինյանը սեփական վախերն է պրոյեկտում ժողովրդի վրա։ Ինքը վախկոտ լինելով, ենթադրում է, թե վախեցնելով կարող է դրդել մարդկանց ընտրել իրեն։ Արձագանքում է երկրորդ նախագահը Փաշինյանի այն պնդումներին, թե իբր ինքը բանտում պետք է հայտնվի մարտի 1-ի գործով։ Մարտի 1-ի մասին շատ է խոսում մեկ պատճառով։ Իրեն թվում է, թե մարտի 1-ով ինքը սրբագրում է այս 5000 իրեն կողմից բերած զոհերը եւ հսկայական կորուստները։ Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ինչ վերաբերում է նստելու չնստելու, ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ եւ հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ երկար նստելու։ Պատժվելու են Արցախի կորստի, Հայաստանի տարածքների օկուպացիայի ու հազարավոր զոհերի բոլոր մեղավորները, կրկնում է Քոչարյանը։ Նա վստահ է, գնալու է Նիկոլ Փաշինյանը, այլ ընտրանք չկա։ Եթե չգնա, շատ վատ ավարտելու է, շատ վատ։ Փաշինյանը ընդդիմության լիդերներին բանտով սպառնալով ընդամենը ձեռքերը փուլերին է գցում, նույն կարծիքին է նաև Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստանի ղեկավարն էլ է արձագանքել գործող իշխանության սպառնալիքներին, թե ինքն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու լքել Հայաստանը, որովհետև բանտում են հայտնվելու։ Ինձ ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Ռեպրեսիաներով, սպառնալիքներով, ինչ գնով էլ լինի, Փաշինյանը փորձելու է պահպանել իշխանությունը։ Սամվել Կարապետյանի խոսքով հենց հիմա էլ իր համակիրներին ձերբակալում են, 100-ից ավելի մարդու են բռնել, բայց դա վախենալու պատճառ չէ։ Նա հերքում է ընտրակաշառքի բոլոր մեղադրանքները։ Ու խոստանում է, առավոտյան արդեն բոլորը կհասկանան, ինչու է ինքը այդքան վստահ, որ չի վերարտադրվելու Փաշինյանի իշխանությունը։ Մի տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Իսկ Հայաստանում ընտրախախտում վաղը ինչպեսի Հայաստան ենք տեսնել։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովենք Հայաստանի զարգացումը։ Ծափերով են համակիրները ճանապարհում Սամվել Կարապետյանին։ Միասնական ընդդիմության հաղթանակին կասկած չունի նաև Բարգավաճ Հայաստանի ղեկավարը։
հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայնավակեց, նայել իր վարչապետ տեղացը Կարաջան։ Գագիկ Ծառուկյանին ամենաշատը ոգևորել է ընտրական ակտիվությունը։ Այսպիսի բան չի եղել։ Ժողովուրդը ես ասացի, ուզում է փոփոխություն։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Լիլիթ Խալաթյան, Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան, Աշոտ Մնոյան, Արաքել Օհանյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուշ։